Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մայիսի 9-ին չի մեկնի եւ չի մասնակցի Մոսկովյան միջոցառումներին։ Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է ընտրություններից հետո ինքը կլինի վարչապետ։ Նա վստահ է չկա որևէ ուժ, որ կարող է իրեն ունեզրկել, չի կարող ընտրություններում հաղթել մի մարդ, որը ընդհանրապես ոչ մի բանի թեկնածու է, հակադարձել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին մեղադրել է Ռուսաստանի դեմ չգործելու խոստումը խախտելու մեջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր մայիսի 7-ն է, 5-շաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Ռուսաստանում մայիսի 9-ին ավանդաբար տեղի ունենալիք հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի։ Չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք միջոցառումներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Նա նշել է, որ նման որոշումն ընդունվել է նախընտրական քարոզչությանը մասնակցելու պատճառով։ Ապրիլին Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահին զգուշացրել եմ, չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին քարոզարշավի պատճառով, ասել է նա։ Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետն անդրադարձել է Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե ընտրություններին ինքը հաղթելու է եւ այդ վստահությունը գալիս է իշխանության բավական ցածր ռեյտինգից։ Բայց ընդհանրապես զվարճալի է լսել, որ որևէ մեկը, որը ընդհանրապես տեխնացու չի եւ չի կարող լինել, հայտարարում է, որ ինքը ընտրություններում հաղթելու է։ Հասկանում եք, այսինքն չի կարող ընտրություններում հաղթել մի մարդ, որը ընդհանրապես ոչ մի բանի տեխնացու է։ Բոլոր հրապարակված հարցումների համաձայն մեր վարկանիշը առնվազն կրկնակի ավել է ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժից, ասել է դա մենք մենք չենք ասում։ Այսինքն դուք չգիտեք այդ հարցումները հրապարակվում են, դուք տեղյակ չեք այդ հարցումներից։ Ազգային ժողովում խնդիր եմ ձևակերպել եւ այդ խնդրով մենք քաղաքացիների հետ աշխատելու ենք, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը չհաղթահարի խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմա։ Մեր ծրագիրը դա է, որ նրանցից որևէ մեկը պետք է չհաղթահարի խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմա։ Եվ կոնկրետ խոսում եմ Հայաստան դաշինքի մասին, խոսում եմ ուժեղ Հայաստան կուսակցության մասին եւ խոսում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին։ Այսինքն այդ կուսակցությունները հլա պետք է մտածեն խորհրդարան անցնելու մասին, այդ որ ասում են հաղթելու ենք, էս ենք անելու, ինչ ենք անելու։ Ծիծաղելի է ուղղակի։ Այդ եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ մարդիկ Հայաստանում քաղաքական գործընթացի հետ ու ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, որևէ կապ չունեն։ Իրանց ինֆորմացիայի եւ ներշնչանքի աղբյուրները Հայաստանի Հանրապետությունում չեն այդ 100%։ Ովքեր են այդ մարդիկ, հարցրել է վարչապետը, ապապատասխանել, եթե նրանց կոռուպցիոն հովանավորները չլինեին, այդ մարդիկ միջին խավի ներկայացուցիչ կամ կլինեին, կամ չեն լինի։ Այդ մարդու հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է եւ դա հանրահայտ փաստ է, ասել է նա։ Չի կարող լինել падգամավորի տեխնացու, ինքը չի կարող լինել նաև վարչապետի տեխնացու։ Այսինքն դուք մի կողմից ասում եք, ինչ եք, Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս չէ, որ ինքը ասեցին ձայները չեն տալու եւ այլն եւ այլն։ Կարճատև դադար է մեր եթերում։ Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին առաջինի տաղավարում զրուցել եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մինչ դուք ժամանեիք մեր տաղավար եւ իհարկե քննարկելու ենք ներքաղաքական իրավիճակը եւ Փաշինյան-Կարապետյան այսպես հերավար իրար պատասխանելը, իմ ձեռքի տակ հայտնվեց եւս մեկ ուրեմն հաղորդագրություն, այս անգամ արդեն ընտրակաշառքի դեպք, բայց արդեն մարզի փոփոխություն կա, Սյունիքն է։ Ես առաջարկում եմ մի փոքրիկ լսենք միասին
ու կշարունակենք, հա, փաստորեն այս անգամ արդեն 240,000-ի մասին է խոսվում է թե ինչ բարեկամական կապերի ուրեմն արդյունքում պիտի ընտրեն ուժեղ Հայաստանին, իդեպ ինչ հաղորդագրություն նայում ենք, բոլոր տեղերում մեծ հաշվով մենք տեսնում ենք ուրեմն այսպիսի հաղորդագրություններ կոնկրետ ի աջակցություն, այսպես ասած, ուժեղ Հայաստանի։ Փաստորեն համ լավ է լինելու, համ էլ ինձ գործ են տալու։ Բարոյն ասել եմ ինտերնետի կոպտանով ստազմատի տեսների կար, Արդեն պատկերացնում եք, թե ինչ բովանդակության մասին է խոսքը, փաստորեն խոստացված 240,000-ից 150,000-ը էլի փող է, հա, նշում են այս զրուցակիցները, եւ փաստորեն ընտրվելու դեպքում փաստորեն աշխատանքի խոստում եւ այլն եւ այլն։ Պարոն Մկրտչյան, մենք ամենօրյա ռեժիմով լուսաբանում ենք, ցույց ենք տալիս, թե ինչ հաղորդագրություն է տարածել օրինակ հակակոռուպցիոնը կամ քննչական կոմիտեն։ Տեսնում ենք ինչ գործեր են հարուցվում, բայց սա որևէ կերպ զսպաշապիկ չի լինում։ Ինքնանպատակ չի դառնում, այս հաղորդագրություններն ինչի համար են, եթե որևէ ըստ էության գործընթաց, այնպիսի գործընթաց, որ հանրության ուշադրության կենտրոնում կլինի, չի հարուցվում։ Շնորհակալ եմ կրկին անգամ հրավերի համար, ինձ համար անսպասելի չէր եւ շատ շնորհակալ եմ, որ մեր հարցազրույցը հենց այս ձայնագրությունով եւ կաշառքի մասին խոսակցությունով ու հարցով ենք սկսում։ Օգտվելով առիթից պետքա դիմեմ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր կամ ում շրջապատում կան մարդիկ, որ կաշառքի մեջ ներքաշված են, թաթախված են կամ գոնե թե ուզում են թաթախվել, խնդրում եմ իմ հայրենակիցներին իմ Facebook-յան էջին ուղարկել, ես նրանց անձի գաղտնիությունը 100%-ով երաշխավորում եմ եւ ամբողջությամբ իմ վրա վերցնելով իրավապահ համակարգի հետ կկիսվեմ, որովհետեւ իրավապահ համակարգը։ Իսկ ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, ես նախորդ հարցազրույցների ընթացքում կոչ եմ արել, որպեսզի ընտրակաշառքին վերաբերելի գործերը արագացված ընթացակարգով դատական լսումներ անցնեն եւ այն դուրս պրծուկները, ովքեր որ ներքաշվում են այսպիսի խոսակցությունների մեջ եւ փորձում են մարդկանց օգտագործել, մարդկանց գնել, էժանով առնել, թանկով ծախել, այս տեսակի հետ պետքա արագացված ընթացակարգով դատական process-ները ընթանան, որպեսզի պատիժները ակնհայտ լինեն։ Իսկ մեր հայրենակիցներին ուզում եմ ասել, որ ընտրակաշառքի Գրական օրենսգրքի, ընտրական օրենսգրքի խախտումները հանգեցնելու են ճակատագրերի փոփոխության եւ հատկապես երեխատեր ծնողները, անկախ նրանից կրծքով են սնվում, թե բնական կամ ոչ բնական արհեստական կերով, թող գիտակցեն, որ իրենց երեխաների վիզը Հայաստանի Հանրապետության որևէ քրեակատարողական հիմնարկի ուղղությամբ ծուռա մնալու, եթե փորձեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կոպեկներով, գրոշներով կամ տուկիթելով, մուրաբով, չգիտեմ, կարտոշկի սերմով, Բելարուսի տրակտորով կամ եսիմ ինչով խափեն, մոլորեցնեն, գնեն ու առնեն։ Եվ թող մի բան գիտակցեն վերցնողներն էլ, որ ուրիշի հագած, տակը կեղտոտած շալվարը իրենց երեխաների ապագան բնավ չարժի։ 150, 250 կամ առհասարակ միլիարդատերեր են թաթախված ընտրական process-ի մեջ որևէ գումար իրենց երեխաների ապագան եւ մեր երկրի ճակատագիրը կասկածի տակ դնել ուղղակի չեն կարող։ Պարոն Մկրտչյան, այլ մեխանիզմներով պետք է ընդհանրապես հակազդել, օրինակ տեսակետ կա, որ եթե այսպիսի գործընթացներ են, ապա իշխանությունն էլ իր օրենսդրական լուծումները պիտի տա։ Ես օրենսդրականի մասով ասացի, արագացված ընթացակարգով դատական նիստեր։ Ձեր կոչը չեն լսում իրավապահները։ Հակառակ պարագայում, եթե իրավապահներն իմ կոչը չեն լսում, դատական համակարգը adekvat չի արձագանքում, հանրային պարծավանքի ենթարկել։ Յուրաքանչյուր կաշառք վերցնող ինձ համար մարմնավաճառ է։ Մարմնավաճառ է եւ թող ինձ ներեն
մարմնավաճառները, որ իրենց եւս վիրավորում են, բայց իրականում յուրաքանչյուր կաշառք վերցնող մարմնավաճառ է, բարոյական որակներից զուրկ է։ Հապավումի թող վերածեն մեր հայրենակիցները, դնեն իրանց ճակատին, դաջեն դրանց ճակատին։ Կաշառք տվողը փոդրատ չի է ժողովրդի լեզվով ասած։ Փոդրատ չի։ Մեջը փող է բռնում, տասովկա է անում։ Դեռ մենք ինչ կերպարներ, ինչ տեսակներ են ներքաշված էս հիմնական գործերում։ Տունը պուպուշ, դուսը քարտուշ տեսակն։ Չի ստացվում անհավասար պայմաններ։ Մեկը գործի դրել ընտրակաշառքի մեխանիզմը, այսպես է գործընթացը առաջ տանում։ Էլ չեմ ասում այսօր ասուլիս է հրավիրել Սամվել Կարապետյանը եւ վստահ է իր հաղթանակի մեջ, որովհետեւ ասում է հարցումներն են ցույց տալիս, թե այս իշխանությունը որքան ուրեմն ընկած վարկանիշ ունի եւ գիտեք նաեւ Նիկոլ Փաշինյանի արձագանքը ուրեմն Սամվել Կարապետյանին հետ կապված նա նշում էր որ Սամվել Կարապետյանի հետաքրքրությունները ըստ էության ոչ թե Հայաստանի Հանրապետության ներսում են, այլ Հայաստանի Հանրապետությունից դուրս են, չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ուրեմն ունեզրկել, այսօր նույնիսկ այդ հայտարարությունն արեց Սամվել Կարապետյանը անդրադառնալով Փաշինյանի ունեզրկման վերաբերյալ ավելի վաղ արած հայտարարություններին։ Պուտինի եւ Լուբյանկայում նստած պագոնավորների ականջը խուլ Սամվել Կարապետյանը թող այդպես վստահ հայտարարություններ չանի, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունում ոչ առաջին, ոչ էլ վերջին միլիարդատերն է ինքը եւ Ռուսաստանի Դաշնությունում ոչ մի դեպք ա եղել, ոչ էլ երևի թե վերջի դեպքն ա եղել, որ դոլարային միլիարդատերերը վերջում դարձել են բոմժ, բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Այնպես որ անկեղծորեն էթնիկ հայի հանգամանքը հաշվի առնելով Լուբյանկայում նստած գնդապետների, մայորների, եֆրեյտորների ականջը խուլ եւ իհարկե Պուտինի ականջը խուլ, այսպես վստահ չի կարելի ասել, էլի Ռուսաստանի Դաշնությունն այդ երկիրը չի։ Հայաստանի Հանրապետությունում էլ բիզնեսը պաշտպանված է օրենքով, եթե բիզնեսը չի հատել իրավունքի եւ օրենքի սահմանները։ Դա էլ ժամանակը ցույց կտա։ Էլի թող որևէ տեղ այդպիսի վստահություն չունենա։ Ինչ վերաբերում է նրա հաջորդ վարչապետ լինելուն։ Գիտեք, ուժեղ, շատ ուժեղ, ավելի ուժեղ, հաջորդ վարչապետ, բան չի փոխելու։ Հիբրիդային մի հատ մթնոլորտ են իրանց շուրջ ձևավորել, fake, փողով իրենց շուրջ հավաքված այդ փողի կարոտները հակած շալվարները լվացող նորից հակնողները, որ հավաքվել են իրանց շուրջ, այդ շրջանակով իրենք մտածում են, որ իրենք հաջորդ։ Ես էլ ասում եմ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ։ Քանի անգամ ասենք պարոն Կարապետյան, որ հասկանաք, չեք կարող լինել վարչապետ, օրենքը թույլ չի տալիս, հատկապես այս շրջանակի հետ ինձ թվում է պետք է մի քանի անգամ կրկնել, որպեսզի իրենք հասկանան կամ գործելավոճ է իրենց մոտ այդ մի քանի անգամ կրկնելուց հետո իրենք էլ են սկսում հավատալ իրենց ասած այդ մածունը սևա հայտնի բանին։ Իրենց դեպքում էլ չեք կարող պարոն Կարապետյան, չեք կարող, հելնեք վերև, իջնեք ներքև, չեք կարող, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից վեր որևէ մեկը չկա, Հայաստանի Հանրապետությունում օրենքը ձեզ դա թույլ չի տալիս։ Նիժնի Տաբրում կարող եք լինել, գնացեք Նիժնի Տաբր, մեզնից չեք ուզում։ Տեսեք, այսօր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այդ երրագլուխ հրեշը երրագլուխ քաղաքական ուժերին ու մասնավորապես թվարկեց, էլի Փաստորեն Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան եւ Սամվել Կարապետյան, իրենց քաղաքական ուժը խնդիր է դրել, որ նրանցից որևէ մեկը պիտի չհաղթահարի խորհրդարան ուրեմն մտնելու ուրեմն այդ ցուցանիշը ինչպես է գնահատում ըստ էության քարոզարշավը վաղվանից մեկնարկում է հնարավոր է այնպիսի քարոզարշավ իրականացնել որ նրանցից որևէ քաղաքական ուժ Հայաստան դաշինքը Բարգավաճ Հայաստանը կամ ուժեղ Հայաստանը ուրեմն այդպես էլ չհաղթահարեն Եթե նրանց նվազագույն շեմը մեկի դեպքում գիտեք իհարկե դաշինք է 8% է պետք Եթե նրանց փողի ծորակը փակվի եւ հակած տակը կեղտոտած շալվարների հերթ չգոյանա նրանց դարպասների մոտ ապա վստահաբար նրանք չեն հայտնվի խորհրդարանում
փակել փողի ծորակը եւ ամեն ինչ կավարտվի։ Թույլ չտալ կեղտոտ փողը դուրս գա քաղաքական հարցեր լուծելու ճանապարհին շրջանառության մեջ եւ նրանց երգը երգված է։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտակից քաղաքացիները ճնշող մեծամասնություն են կազմում եւ մի լավ դաս են տալու այս երրագլուխ պատերազմի կուսակցություններին, բայց քանի դեռ իրավապահ համակարգը, դատական համակարգը ընթացք չի տվել եւ արագացված ընթացակարգով կաշառատուներին եւ իրենց ձայնը միջին վիճակագրական պոռնիկի սկզբունքով վաճառքի հանած քաղաքացիներով շատ չի, ես կարծում եմ, որ այս խնդիրը չի լուծվելու, իշխանությունը ինքն իրեն է խափում կամ մեր հանրությանն է փորձում մոլորեցնել։ Գուցե դա տեխնոլոգիա է, որը գործի է դրվում, որպեսզի սրանց վերջնականորեն դուրս վռնդվի, բայց նորից եմ կրկնում, քանի դեռ այս ձայնագրությունները դուրս են գալիս, քանի դեռ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունից հարյուրավոր բիզնեսմեններ լարած բանի նման, այն խաղալիքի նման երեխաների լարած խաղալիքի նման բաց են թողնվել Հայաստանի Հանրապետության տարածք, իրանց կեղտոտ փողերով, ռուբլիներով, բանով, շատ քիչ հավանական եմ համարում, որ նրանք շեմը չհաղթահարեն, բայց որ իշխանություն չեն լինի, ես ավելի քան վստահ եմ, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ է հասկանում, ով որտեղից է եկել, ինչեր է հանգակատարում, ում է սպասարկում, ինչ նպատակ ունի, կարողություն ի վերջո, թե մտավոր, թե այլ, ունի, թե չունի։ Սամվել Կարապետյանն է մեղադրում Նիկոլ Փաշինյանին հալյուցինոգեն սնկեր օգտագործելու մեջ։ Ես կարծեմ Փաշինյանը պատասխանել է իրեն եւ ավելացնելու ոչինչ չունեմ, Փաշինյանը խոստացել է մի քանի տոննա իրավական առումով հալյուցիոն առաջացնող, չգիտեմ ինչի մասին է խոսքը, այդ սնկերից իրավական առումով կերցնել։ Ավելին ասում է Փաշինյանը այդ սնկերն օգտագործում է մամուլի հետ հանդիպումներից եւ ազգային ժողովում ելույթներից առաջ։ Դե Փաշինյանի մոտ ուրեմն ստացվում է, խորհուրդ կտամ ինքն էլ այդ սնկերից օգտագործի, գուցե իր մոտ էլ բավականին առաջընթաց գրանցվի, որովհետեւ սա իբրև կողքից դիտող քաղաքացի ասեմ, հա, շատ քիչ եմ իրականում հետևում Սամվել Կարապետյանին, բայց որքան որ հետևել եմ այդ մտքի գոհարներին, որ իրենց գրպանային լրատվամիջոցները տարածում են, 3-4, մաքսիմում 5 բառից բաղկացած նախադասությունները արտահայտում այդ մարդը, գուցե իր մոտ էլ ստացվի 7, 8, 10, 15 բառից բարդ ստորադասական նախադասություններ կազմել եւ այդ նախադասություններով շփվել քաղաքացիների հետ, հակառակ պարագայում ես չգիտեմ։ Պարոն Մկրտչյան, Ռուսաստանն է բավականին ջղաձգվել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումներից, Պաղջուր կնստեն կհանգստանան, պաղջուր կնստեն կհանգստանան, ես ձեզ հավաստիացնում եմ։ Զախարովան բավականին ագրեսիվ էր խոսում, սպառնալիքներով էր խոսում, Ուկրաինայի օրինակներ մատնացույց անում Հայաստանին, Զելենսկու այցն էր դատապարտում եւ այլն, եւ ասում էր Հայաստանը իր խոստումներից հրաժարվել է, մեզ խոստումներ էր տվել, չի կատարել, մասնավորապես ՌԴ-ի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումներն է։ Դե հիմա օրինակ այդ օրինակ, դուք գիտեք, այսօրիներն էր հնչում Գագաթնաժողովը, համաժողովը Երևանում իրականացնելը, հենց փաստորեն հենց հարված է նրանց եղել, ամեն ինչ անում է Եվրամիությունը Հայաստանին, Ռուսաստանի դեմ տրամադրելու։ Ես նրանց այսօրերի հայտարարություններից եմ մեջբերում ամբողջացնում։ Լսեք, կարող ես խելապակասների մոտ թյուրընկալում, թյուրըմբռնում կա, որ պետքա այստեղ էլ մի հատ ԿԳԲ գործակալ Կարո կամ Կարոյի հալալ ախպերը վեհարանում նստած, պետքա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տղամարդկանց օրհնի ու ճանապարհի Դոնբաս զոհվելու։ Այդ հիստերիան, որ բարձրացել է, սպասելի էր։ Ակնհայտ էր։ Մեդվեդևի հայտարարությանը ես կուզեմ անդրադառնալ եւ հրավիրել Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի ուշադրությունը մասնավորապես գլխավոր դատախազի։ Ինձ թվում է դիտկին դատախազին կհասնի այս պահանջը, որի տակ վստահ եմ Հայաստանի Հանրապետության 100 հազարավոր քաղաքացիներ կստորագրեն։ Մեդվեդևի հայտարարությունների վերաբերյալ վաղուց Հայաստանի Հանրապետությունում պետք է իրավական գործընթաց սկսված լիներ։
Այն հարբած մի քանի օր առաջ կատարած Twitter-յան կամ Telegram-յան գրառման մասին չի խոսքը, որ ջղաձգումների մեջ էր ընկել, որ այստեղ Զելենսկու հետ հանդիպում ա եղել Փաշինյանի։ Ամիսներ առաջ այդ մարդը հայտարարում էր, տարիներ առաջ հայտարարում էր, որ պետքա ընդհուպ երկրի թիվ 1 դեմքին ֆիզիկապես ոչնչացնել։ Ինչի՞ չկա ընթացք։ Ինչի՞ Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները չեն արձագանքում։ Ինչի՞ Մեդվեդևը Հայաստանի Հանրապետությունում պենսիոնա նոն գրադա չի ճանաչվել միջև այս պահը։ Լեզվի մասով էր մտահոգվել Մեդվեդևը։ Ես մի առթով ասել էի, որ Ֆրանսիան ունի բոլոր հնարավորությունները այդ ռազմավարական դիրքն ու տեղը Հայաստանի Հանրապետության կյանքում ու նրա ժողովրդի կյանքում զբաղեցնելու այն ինչ որ զբաղեցրել է մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունը։ Հիմա մենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկեր ենք եւ կարծում եմ պետքա հանրակրթական ոլորտում եւս փոփոխություններ իրականացվեն։ Այն տեղը, որ հատկացված է ռուսաց լեզվին, կամած, քայլ առ քայլ ռուսաց լեզուն իր տեղը պետքա զիջի ֆրանսերենին։ Հայաստանի Հանրապետությունը ֆրանկոֆոնիայի անդամ պետություն է։ Ֆրանսիան Հայաստանի Հանրապետության մեծագույն բարեկամ պետություն է։ Ու պետք է այս ճանապարհով գնալ, թող ավելի շատ ջղաձգվեն, թող ավելի շատ հուզվեն։ Կներեք, ժողովրդական բազմաթիվ ասացվածքներ կան, բայց եթերային չի։ Բայց մենք ստիպված ենք, եթե Հայաստանի Հանրապետությունում կոմպետենտ պաշտոնյաները կամ համարժեք պաշտոնյաները չեն արձագանքում համարժեք, մենք ուղղակի այսպես քաղաքասարակության ներկայացուցիչներով ստիպված ենք նրանց հետ արդեն բոլոր սահմաններն անցնել, լեքսիկոնի փոփոխություն ենթարկել։ Գոնե թե այս մի ամսում, հա, իրենք հիբրիդային գրողներ, մենք մեր դեմքով առանց ֆեյքերի տակ պահկվելու, առանց կեղծ իմիտացիա ստեղծելու, ժողովրդի ծոցից դուրս գալով այդ խոսքը ու այդ բարեմաղթանքները պիտի իրանց հղենք։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում։ Իրավական գործընթաց Ռուսաստանի Դաշնությունից հնչող նմանատիպ բոլոր հայտարարությունների վերաբերյալ։ Սալավյովի նման դուրս պրծուկը կանգնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ուկրաինայի սցենարի մասին էր ղողանջում։ Սա սրա շարունակությունն է։ Գլխավոր դատախազ, տիկին գլխավոր դատախազը որտեղ եք։ Սալավյովն ու դռան շունն է, որ այսպիսի հայտարարություն անի։ Այս էլ թարգմանեք տվեք Կոպիրկինի ձեռը։ Լավ եմ անում, խոսում եմ։ Ով է իմ երկրի անկախությունը, ինքնիշխանությունը թույլ տվել ինչ որ մի հատ դուրս պրծուկի Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում, թե դրանից դուրս կասկածի տակ։ Պարոն Մկրտչյան, ինչպես է գնահատում մայիսի 9-ի միջոցառումներին, այս տարի վարչապետը չի գնալու, որովհետև երբ այնտեղ է եղել, ըստ էության Ռուսաստանցի իր գործընկերոջն ասել է պատճառը որն է, գիտեք, նախընտրական քարոզարշավով պայմանավորված։ Ողջունելի է եւ նախորդ տարի ես հիշում եմ նույն այս բավականին աղմուկ էր որ նա գնաց։ Աղմուկ բարձրացնողներից եւ դժգոհողներից երևի թե առաջիններից մեկն էլ ես եմ կոշտ էլի բառապաշար գործի դնելով։ Հիմա պետքա ողջունել։ Իհարկե այդ բացատրություն բացատրել եմ, ասել եմ, դե կներեք, էլի Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչի պետք է հաշվետու լինի Ռուսաստանի նախագահի։ Դե հրավերեր գուցե դրանով պայմանավորված։ Okay, հասկացանք։ Զուտ էթիկայի կանոններից ելնելով, թող դա էլ այդպես լինի, բայց Հայաստանի Հանրապետության վարչապետը դիկտատորների կլուբում անելիք չունի։ Որտեղ Պուտինն է, Լուկաշենկոն է կոլխոզնիկ, ու այդպես շարունակ, Կոնգոյի, չգիտեմ, ես իմ քանի տասնամյակ արդեն երկիր ղեկավարող նախագահն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ գործ ունենք մենք այդ իզգոյների հետ։ Պարոն Մկրտչյան, եւ եթե ամփոփենք, ուզում եմ հարցնել, քարտեզը ձեզ վրա ուրեմն կրելը ինչի նշան է, հա, հավատարմություն քաղաքացիական պայմանագրին, չեք մտածում, որ կասոցացվեք նրանց հետ, եթե այսպես ամփոփենք։ Լսեք, ես ի տարբերություն քաղաքական դաշտում կարծիք արտահայտող շատ գործիչների երբեք քաղաքացիական պայմանագրի գրասենյակներում չեմ եղել։ Երբեք։ Ի տարբերություն
եվրոպական ֆոնդերից գրանտներ ստացող մեր մյուս գործընկերների երբեք գրանտ չեմ ստացել։ Ես միշտ խոսել եմ իմ խղճի եւ իմ մտքի համաձայն եւ որևէ պարագայում ես իմ սկզբունքներին չեմ դավաճանել։ Քարտեզը ինչի մասին է։ Սա իրական Հայաստանն է։ Հիմա գնում ենք վաղը քարոզարշավի մեկնարկը կտրվի։ Եվ այս համատեքստում պետք է ասեմ, սիրելի հայրենակիցներ, այն քաղաքական ուժերն ու շրջանակները, անկախ նրանից փաթաթված կլինեն Եվրամիության դրոշով, թե Պուտինի սրբադասված պատկերը իրենց առաջ կդնեն, իրենց համար սրբադասված, այն քաղաքական ուժերն ու շրջանակները, ովքեր կգան ձեր դուռը, ու իրական Հայաստանից 1 սանտիմետր դուրս Հայաստանի Հանրապետության մասին պատումներ, հեքիաթներ, լոլոներ, լապշաներ ձեր ականջներից կկախեն, իմացեք, որ դրանք պատերազմի ուժեր են, պատերազմի կուսակցություններ են։ Իրական Հայաստանը 29743 քառակուսի կիլոմետր է, իր ինքնիշխան սուվերեն տարածքով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես դուք տեսնում եք, այս քարտեզի վրա չկա Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացին փակել է։ Ես էլ իբրև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մեկը իմ մտքում, իմ հրապարակային խոսքում փակել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ինչու՞, որովհետև ես որևէ մեկի ամուսնու, որևէ մեկի փեսայի, եղբոր, ծնողի արյան հաշվին գումար չեմ խաղում ու չեմ պատրաստվում խաղալ։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական պայմանագրին աջակցելուն, ես նորից եմ կրկնում, մի տարբերություն շատ գործընկերների, ովքեր իրենց հանրային խոսքն են հնչեցնում, մի տարբերություն նրանց, ժողովրդական խոսքը տակից չեմ աջակցում, բացահայտ եմ աջակցում, հաշվի առնելով քաղաքական դաշտի այսպիսի կոնֆիգուրացիան։ Երբ որ եռագլուխ հրեշները կամ Կիրենկոյի թեկնածուները, Պուտինի սրտի եւ հետևի գրպանի թեկնածուները Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում են, հսկայածավալ կապիտալ միջոցները, ֆինանսական միջոցները ներդրված ընտրական process-ի մեջ, մի ամբողջ մեքենա է գործում թե Հայաստանի Հանրապետության դեմ, թե օրվա իշխանությունների դեմ, ես առնվազն իմ խղճի առաջ հանգիստ չէի լինի, երբ որ ոչինչ չասեի շատերի նման, կամ այն ինչ որ պիտի ասեի եւ անեի հայավարի տակից ասվածով։ Ես անում եմ բացահայտ եւ որևէ բանով կաշկանդված չեմ։ Եվ հանուն արդարության նաեւ այս համատեքստում մի փոքր ավելացնելու բան ունեմ, երբ որ Եվրաքվե նախաձեռնությունը, որի 50 անդամներից մեկն էլ ես եմ եղել նախաձեռնող խմբի, երբ որ Եվրաքվե նախաձեռնությանը հաջողվեց 60000 ստորագրություն տանել ազգային ժողով, մատների վրա կհաշվեիք գործիչների, ովքեր կոշտ ելույթներով են հանդես եկել եւ կանխատեսել են ապագան ավելի բաց, ավելի թափանցիկ, քան այն ինչ որ ես եմ ասել այդ օրերին։ Ինչ էի ասում։ Ասում էի Հայաստանի Հանրապետության իշխանությունները, տիկնայք եւ պարոնայք, հարգելի նախաձեռնող խմբի ընկերներ, իշխանությունը մուրճին իբրև արդարադատության սիմվոլ կապելու է Եվրամիության դրոշը ու գնա ընտրությունների։ Պետք է չգտնվել ապիկար, համախմբվել, այլընտրանք առաջարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի կալուգացիները, բելարուսամետները, հրեշները, թաթար մոնղոլները եւ այլն քաղաքական դաշտը չբևեռացնեն ու սևի ու սպիտակի ընտրություն չսարքեն։ Ինչ տեղի ունեցավ։ Հանուն արդարության, դա էլ նախաձեռնող խմբի անդամ եմ ասում, հանուն արդարության, օրվա իշխանությունը, այո այսօր ձեռքի մուրճը ձեռքին, վաղը կտեսնեք, մուրճը ձեռքին, Եվրամիության դրոշը մուրճին կապած, ձեռքբերումներով, կատարած աշխատանքով պայմանավորված, մուրճը կապած կսկսի քարոզարշավը, եւ դա կանի պատվով, որովհետեւ Հայաստանի Հանրապետություն մի քանի տասնյակ եվրոպացի առաջնորդների բերել է քաղաքացիական պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ քայլեր կատարել է օրվա իշխանությունը, ի վերջո մեր իսկ նախաձեռնությանը օրենքի ուժ տվել է
օրվա իշխանությունը, սա հատուկ շեշտում են, որովհետև կան շրջանակներ, ասում են, բա մենք Եվրաքվեն որ անում ենք, ու այնպեսի տպավորություն է ստեղծում, որ իրենք են արել, ամեն մեկը իր մենք որ ես որ անում էի կամ մենք որ նախաձեռնեցին, քաղաքական ուժեր այդպեսի կան, արևմտամետ։ Որպեսզի այդ ուժերը հասկանան, որ չի կարելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնել։ Ուղղակի չի կարելի։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջին տաղավարում զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Կարճատև դադար է մեր եթերում։ Ռուսաստանցի գործարար միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը հայտ է ներկայացնում ազգային ժողովի գալիք ընտրությունների արդյունքում դառնալ Հայաստանի վարչապետ, այսօր մամուլի ասուլիս է հրավիրել եւ պատասխանել լրագրողների հարցերին, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա նշել է, որ հենց Փաշինյանը վերընտրվեց ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիան ենք դառնալու։ Մենք դարձնելու ենք Հայաստանը տարածաշրջանի ամենազարգացող, ամենաակտիվ, ամենագեղեցիկ, ամենահարուստ երկիրը։ Մնացած բոլոր խոսույթները դա իրենց մասին է։ Հենց Փաշինյանը վերընտրվեց, մենք ոչ թե Ռուսաստանի գուբերնիա ենք դառնալու ենք Ադրբեջանի գուբերնիա, քանի որ հիմա ինքը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում։ Խոսելով վերջերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան կատարած այցի մասին, Կարապետյանը նշել է, որ դա սրիկայություն էր մեր ժողովրդի հանդեպ եւ հիմարություն մեր դաշնակցի հանդեպ, եւ որ Փաշինյանը հակառուսականություն է վաճառում Եվրոպային։ Ես գտնում եմ մեր իշխանության կողմից իր դաշնակցի նկատմամբ դա հիմարություն էր եւ նույնիսկ կարող եմ ասել սրիկայություն էր մեր ժողովրդի հանդեպ, քանի որ եվրոպացիները դա կազմակերպել էին, ընդամենը Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը իրեն ռուսերեն ասեմ, մաստեր կլաս տա, ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։ Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդը օգուտ չի ունենալու։ Փաշինյանը ամեն ինչ հանձնելով իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին։ Դա հակառուսական քաղաքականությունն է, ինչը եվրոպացիք շատ հաճույքով կգնեն իրանից։ Խոսելով TRIP նախագծի մասին, նա նշել է, որ այն իր հունով առաջ կգնա, եթե բխի Հայաստանի շահերից։ Ինչ վերաբերվում է TRIP-ին, դա իրոք նախաստորագրված փաստաթուղթ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարի մասնակցությամբ, մենք նորից եմ ասում, չենք կանգնեցնելու ոչ մի պետական մակարդակով ստորագրված փաստաթուղթ, բայց դա չի նշանակում մենք անելու ենք այն, ինչ գրված է այնտեղ։ Մենք փորձելու ենք ինչքան հնարավոր է լավարկել այդ փաստաթուղթը, ավելի համապատասխանեցնել մեր երկրի շահերին, քանի որ ես մտավախություն ունեմ, որ դրանից օգտվում են բոլորը, բացի Հայաստանը, իսկ եթե Հայաստանը օգտվում է դրանից և համապատասխան չափով է օգտվում, ուրեմն TRIP-ը շարունակելու ենք իր հունով կգնա առաջ։ Նա կրկին խոսել է 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին և նշել, որ Փաշինյանը խաղաղություն չի բերել, այլ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար։ Ձեզ ձեռնտու է այնպիսի խաղաղությունը,
որից հետո մենք կարող ենք կորցնել Սյունիքը։ Ձեզ ձեռնտու է այնպիսի խաղաղությունը, որից հետո 300,000 ադրբեջանցիներ, ինչպես Ալիևը ասում է, իրենց մեքենաներով շարժվելու են դեպի Հայաստան։ Ձեզ ձեռնտու է խաղաղությունը, որ մենք մեր Սևանը կոչելու ենք Գյոլչա։ Դրա համար ասում եմ, պետք է փոփոխություն լինի, իշխանության փոփոխություն լինի, նոր մարդ պետք է լինի բանացողը, նոր մտքերով, նոր հնարավորություններով, նոր միջազգային հնարավորություններով։ Այս մարդը ինչ կարողացել է, արել է։ Դրանից մեր ժողովուրդը չի օգտվել։ Հիմա պետք է փոխենք այս մարդուն։ Հնարավոր չի շարունակել նույն ձևով խայտարակվել ամբողջ աշխարհում, շարունակել նվաստացնել մեր ժողովրդին, ինչը Փաշինյանը թմբուկ նվագի ու դրանով զվարճացնի, մոբիլիզացնի այն մարդկանց, ովքեր ապրում են միայն այն նախընտրական կաշառքներով, որը Փաշինյանը ընտրություններից առաջ ցուցադրաբար տվեց մեր ժողովրդին։ Խոսելով Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին Կարապետյանը նշել է, թե դա հայ-թուրքական սահմանի բացումը չի լինելու կյանքի խնդիր իր համար, քանի որ Հայաստանի գյուղատնտեսությունը դրանից կարող է տուժել։ Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություն, բայց Հայաստանի շահերից ելնելով, նույնիսկ Հայաստանի գյուղացիների եւ գյուղատնտեսության շահերից ելնելով, որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ, հենց բացեցինք սահմանները, մենք Հայաստանում գյուղատնտեսություն չենք ունենալու։ Դրա համար դա ինձ համար չի լինելու կյանքի խնդիր, մենք բոլորի հետ ունենալու ենք շատ լավ նորմալ հարաբերություն, բայց ելնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Շնորհակալություն։ Ոչինչ չի մոռացվելու։ Հայաստանի իշխանությունները խախտել են Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Ճեպազրույցի ժամանակ այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հայաստանի ղեկավարությունը եւ նա ի դեպ Մոսկվա վերջին այցելությունների ընթացքում հավաստիացրել էր, որ Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի։ Եթե երաշխիքների հարցում այսպիսին է իրավիճակը, ապա նշանակում է ոչ միայն Մոսկվայում եւ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ է Հայաստանի ղեկավարությունը իրեն այդպես պահում չպահելով իր խոստումները, ասել է նա։ Ռուսաստանի հասարակությունը վրդովմունքով արձանագրել ու հիշել է, որ Հայաստանը հարթակ է տրամադրել ահաբեկիչ Վլադիմիր Զելենսկուն, նշել է Զախարովան։ Ռուսաստանի հասարակության մեջ խոր վրդովմունքով անհասկացողությամբ ոչ միայն տեսան, այլև հատկապես հիշեցին այն փաստը, որ Հայաստանը, որին մենք սովոր ենք համարել բարեկամ, եղբայրական երկիր, հարթակ ծառայեց ում համար, ահաբեկչի համար, նեոնացիստական Կիևի ռեժիմի պարագլխի համար, որին Երևանում շատ ջերմ ընդունեցին, ասել է դիվանագետը։ Զելենսկին օգտվեց Հայաստանի ղեկավարության նման անհասկանալի բարեհաճությունից, փորձելով դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնելով իր արդեն ձանձրացած ռուսատիաց հարձակումները։ Հենց Զելենսկու այցը Երևան ցույց տվեց Հայաստանի քաղաքացիներին այն ապագան, որը նրանց համար պատրաստել է Եվրոպական միությունը։ Ծափահարում եմ կանգնած, ոչ, սա սխալ չէ, սա իսկական նվեր է։ Հայ ժողովրդին ցույց տալ բրյուսելյան սնուցյալին, որն իսկապես դարձավ այն բանի մարմնացումը, ինչ Եվրոպական միությունը անում է այսպես կոչված երիտասարդ ժողովրդավարությունների հետ, ասել է Զախարովան։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սիմիդյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Սիմիդյան, գանք վերջից Զախարովայի քիչ առաջ արած հայտարարություններից վրդոված են, վիրավորված են, չեք պահել ձեր խոստումը։ Վերջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փաստորեն խոստումներ է տվել, Զախարովան արձանագրել է դա,
բայց վերադարձել է Հայաստան եւ այդպիսի գործողություններ է անում։ Սպառնալիքներ նաեւ հնչեցրեց։ Ինչպիսին է ձեր արձագանքը, համեցեք։ Ճիշտ ասած չէի ցանկանա Զախարովային շատ մեկնաբանեի, անշնորհակալ գործ է, Զախարովան բազմաթիվ անգամներ տարբեր տարօրինակ հայտարարություններ է արել եւ իր հայտարարությունից էլի հասկանալի չի թե որտեղ է Հայաստանը կամ Հայաստանի իշխանությունները որտեղ չեն պահել իրենց խոստումը։ Եղել է միջոցառում, Եվրոպական համայնքի գագաթնաժողով է եղել, որի շրջանակում երկրները, որոնք մասնակից են այդ համայնքին, հյուրընկալվել են Հայաստանում։ Ինչ խոստում չի պահել Հայաստանը, խնդրում եմ դուք ասեք, ես ասեմ, պահել ենք թե չէ։ Հայաստանի Հանրապետությունը, Ռուսաստանի չհարվածելու խոստման մասին է խոսքը, պարոն Սիմիդյան, ըստ էության դա նկատի ունի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության բարձր ներկայացուցիչը։ Շատ լավ, ելի եմ կրկնում, Հայաստանում գագաթն Մոսկվա վերջին այցելությունների ընթացքում նորից մեջբերեմ, հավաստիացրել էր Նիկոլ Փաշինյանը, որ Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի ձեռնարկի։ Եթե երաշխիքների հարցում այսպիսի իրավիճակ է, ապա նշանակում է ոչ միայն Մոսկվայում եւ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների հետ է Հայաստանի ղեկավարությունը իրեն այդպես պահում, չպահելով իր խոստումները։ Դուք պնդում եք, որ ըստ էության Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունը հակառուսական որևէ գործողություն չեն արել։ Նրանք դիտարկում են այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերի ընթացքում այս կարևորագույն միջոցառումները իբրև հարված։ Եկեք Մարիա Զախարովային դիտարկենք, հա Բայց այլ դրամաչափի պաշտոնյաներ եւս անդրադարձել են։ Վստահաբար դուք կարդացել եք Մեդվեդևի գրառումը, վստահաբար Կասաչևի հարցազրույցն եք լսել, որտեղ դարձյալ սպառնալիքներ կային ու դարձյալ այս գագաթնաժողովն ու համաժողովը դիտարկվում էին իբրև Ռուսաստանի դեմ իրականացվող գործողություններ։ Շատ լավ, խոսակցությունը գնում է Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի խոսակցության մասին։ Ես վստահ եմ, որ այդտեղ Հայաստանը որևէ բան եթե ասել է, արել է իր ասածը եւ չեմ կարծում Ռուսաստանի դեմ Հայաստանը որևէ գործողություն է իրականացրել։ Հայաստանը երկկողմ կամ այլ դրամաբանությամբ համագործակցության ինչ-որ եզրեր չի հարստացրել, ասում եմ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հյուրընկալել է այդ համայնքի երկրներին։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը որպես սուվերեն պետություն սա անելու իրավունք չունի։ Եթե որևէ այլ երկիր ակնկալում է, որ Հայաստանը որևէ մեկին պետք է չբարևի, չխոսի, չեմ կարծում այդտեղ որևէ տրամաբանություն կա կամ դա նշանակում է որ որևէ մի խոսքում Հատկապես Զելենսկու այցն է փաստորեն վրթովեցրել։ Հասկանալի է ինչի է վրթովեցրել, դա հասկանալի է, բայց դա չի նշանակում որ Հայաստանը որևէ բան խախտել է, Հայաստանը ելի եմ կրկնում սուվերեն պետություն է, այս գագաթնաժողովի մասին վաղուց գիտեին, հա նոր չի որ Ոնց Մակրոնի հայտարարությունները, որ այսքան սուր կլինեին ուղղված իրենց, չէին պատկերացնում։ Գիտեք, Մակրոնը գերտերության ղեկավարը իր կարծիքն է հայտնել, ես կարծում եմ, որ ռուսական մեր գործընկերները ավելի շուտ պետք է մեկնաբանեն այդպես է թե ոչ, այլ ոչ թե նեղանան եւ համարեն, որ Հայաստանը որևէ բան խախտել է։ Եթե որևէ երրորդ կողմից կա կարծիք, որ Ռուսաստանը ինչ-որ մի բան Հայաստանի հանդեպ ճիշտ չի արել, կարծում եմ բարեկամական երկրի կողմից պետք է լինի ոչ թե քննադատություն, այլ փաստարկներ հետեւյալի մասին, Մակրոնը ճիշտ է ասել թե ոչ։ Լավ, Մակրոնը ճիշտ է ասել։ Մակրոնը ասել է բաներ, որ կարծում եմ իրավունք ունի գոյություն ունենալու այդ կարծիքը։ Պարոն Սիմիդյան, գանք Սամվել Կարապետյանին, այսօր գիտեք, միաժամանակ դե կառավարության ուրեմն նիստերի օրեր վարչապետը միշտ որպես կանոն լրագրողների հարցերին է պատասխանում եւ միաժամանակ այսպես համաժամանակյա նաեւ Սամվել Կարապետյանի ասուլիսներ ու կարծեք միմյանց պատասխանում էին գործիչները եւ դուք լսեցիք Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի հասցեին եւ թե ինչի ենք վերածվելու, եթե վերընտրվի քաղաքացիական պայմանագիրը կամ ասել թե Նիկոլ Փաշինյանը։ Ես լսեցի Սամվել Կարապետյանի հերթական fake մի քանի թեմաների շուրջ պնդումները, fake պնդումները, դրանք նոր չէին, նորովի միգուցե Սամվել Կարապետյանը ասեց, բայց դրանք արդեն հայտնի էին, սկսած 300,000 ադրբեջանցու հա հիմար թեզի fake թեմայի մասին պնդումները եւ մնացած
նույն fake պնդումներ, վիրավորանքներ, դրանով չեմ կարծում, որ քաղաքական խոսքը ուժեղանում է կամ քաղաքական խոսքը իմաստ է ստանում։ Ես ուրեմն լսեցի, որ Սամվել Կարապետյանը ասում է, որ ինքը հաղթելու է, բայց չեմ հասկանում ինքը ինչու՞մ է հաղթելու։ Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու չէ։ Սամվել Կարապետյանը օրենսդրությամբ իրավունք չունի լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Եկեք սկսենք այդտեղից։ Այսինքն իրանց fake լինելը սկսում է հենց սենց պարզ իրավական իրականություն հետ չարեցվելու էս ուրեմն իրավիճակից, թող իրենք պատասխանն ի վերջո Սամվել Կարապետյանը ինչպես է Հայաստանի վարչապետ դառնալու, եթե Սամվել Կարապետյանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալու իրավունք ունի, թեկնածու չի։ Թող սկսեն ամենապարզ հարցերից, հետո բազմիցս ասել են, որ գալու են ինչ են անելու, արագ սահմանադրություն են փոխելու, նորմեր են փոխելու, արագացնելու են այդ գործընթացը։ Տվյալ դեպքում նույն այդ քաղաքական ուժի հետ կապված մենք ամեն օր քննչական կոմիտեից, հակակոռուպցիոնից հաղորդագրություններ, ձայնագրություններ ենք ստանում առայն, որ ահա այս անգամ էլ ի դեպ Սյունիքի մարզից էին այդ ձայնագրությունները, թե ինչպիսի գործարք է, երբեմն սպառնալիքներով, երբեմն խոստումներով աշխատանքի եւ այլն, երբեմն բարձր գումարների դիմաց կլինի 240,000, 200,000 եւ այլն, չգիտեմ, 150,000 ու բոլոր հաղորդագրությունները մինչ այս պահը ըստ էության ուժեղ Հայաստանի հետ են կապվում։ Այս գործընթացների վերաբերյալ ձեր քաղաքական թիմը իր ամենօրյա ելույթները Facebook-յան, այսպես ասած, տեսանյութերն է հրապարակում, ասում է, որ բոլորդ եք եւ ընտրակաշառք վերցնողը եւ տվողը օրենքի ողջ խստությամբ պատժվելու, բայց կարծեք քամի լինի, որովհետեւ դա որևէ ազդեցություն չի ունենում այս քաղաքական ուժի գործելակերպի վրա, զսպաշապիկ չի լինում։ Հնարավոր է այլ մեթոդներ եք կիրառելու կամ արագացված օրինակ իրավական գործընթաց եք պարտադրելու, որ գոնե քաղաքացին էլ տեսնի, թե օրինակ ինչ հետևանք կարող է ունենալ այդ 200,000 դրամ վերցնելը իր հետագա ճակատագրի իր ընտանիքի համար։ Ես իրավական գործընթացների վերաբերյալ հիմա գնահատականներ չեմ կարող հնչեցնել, ես կարող եմ քաղաքական գնահատական հնչեցնել։ Սամվել Կարապետյանը ել եմ կրկնում շատ անհասկանալի իր հաղթանակի մասին խոսելուց ի վերջո պետք է նաև իհարկե եթե չեմ սխալվում նման հարց հնչեց ընտրակաշառքների վերաբերյալ, բայց պետք է պատասխանի ի վերջո, եթե իրանք որևէ հաջողության այդպես ակնկալիք ունեն, այս ընտրակաշառքների բաժանումը ինչի է պետք։ Ես ուզում եմ մենք հակառակ կողմից դիտարկենք, այսինքն ինչքան շարունակվում է ընտրակաշառքների այս բաժանման process-ը, ինչքան գնալով ահագնանում է, այդքան ի վերջո ցույց է տալիս, որ ընդդիմությունը այլ ճանապարհ կամ Սամվել Կարապետյանի ուժը այլ ճանապարհ որևէ արդյունք գրանցելու չի տեսնում։ Եթե տեսներ, եթե իրենք վստահ լինեին, ես կարծում եմ, ուրեմն այս դեպքերը չէին լինի, այո, ես շատ կարճ այդ ձայնագրությունը լսեցի, կարծես Մոսկվայա բնակ ինչ-որ գործարարներ են արդեն, այս խոսույթները, այս խոսակցությունները կային, հա, հանրության շրջանում էլ կան, որ դրսից որոշակի հոսքեր են լինելու մարդկային եւ այլն, մենք հիմա հակակոռուպցիոն կոմիտեի իրավական գործընթացի շրջանակում սրանց արձանագրումն ենք տեսնում, թե ինչ իրավական գործիքներ կան, այլ ես չգիտեմ, կամ եթե իմանայի էլ ես քաղաքական ուժ եմ ներկայացնում, չեմ կարծում ճիշտ կլիներ, որ ես ասեի, բայց վստահ եմ, որ այն ինչ հիմա տեղի է ունենում, այն ինչ իրականացնում է հակակոռուպցիոն կոմիտեն, կշարունակի եւ խստագույնս կհետեւի, որ այս ապօրինությունների շղթաները հնարինս շատ բացահայտվեն։ Իսկ վստահաբար նաև տեսակ թե Կարապետյանը ինչպես էր հեգնում վարչապետին հալյուցինոգեն, այսպես սնկեր օգտագործելու հետ կապված Փաշինյանը այդ սնկերը օգտագործում է մամլի ասուլիս
ուրեմն տալուց առաջ եւ նաեւ ազգային ժողովի ելույթներից առաջ, հա, այսպես Վարչապետը պատասխանեց, ասաց, որ կերակրի այդ սնկերից պարոն Սամվել Կարապետյանին, ես միանում եմ վարչապետի խոսքին, ասում եմ, որ կերակրենք այդ սնկերից հաջորդ թիվ։ 300,000 ադրբեջանցիների թեզը ամենաշատն է օգտագործում, գիտեք, այդ օրերին, երբ գագաթնաժողովն էր, այս թեզը նորից նրանց կողմից որակարգ էր բերվել եւ ասում էին, որ նպատակը դա է, հա, ընդհանուր փորձեցին այդ երկու իրար չկապվող ուրեմն գործընթացները, հայտարարությունները փորձել իրար կապել։ Ինչու՞։ Կարծում եք այս թեմայից հասարակությունը ամենաշատն է ազդվելու դրա համար են նրանք օրակարգում պահում։ Իրենք օրակարգում պահում են մի fake թեմա, որի արդյունքում իրենց կարծիքով կարողանան մարդկանց շփոթության մեջ գցել։ Ես կրկնում եմ, բազմաթիվ անգամ արդեն ասվել է մեր կողմից, վարչապետի կողմից, իմ գործընկերների կողմից, սա fake թեմա է։ Հանրությունը թող իմանա, որ սուտ են խոսում, աբսուրդ է այդ ամեն ինչը, ամենաբարձր մակարդակով առողջություն, ամենաբարձր մակարդակով այս ամեն ինչը ասվել է եւ կրկնում եմ, եթե քաղաքական ասելիքը fake թեմաների շուրջ է կառուցվում, այդ քաղաքական ուժի հեռանկարը պատկերը բարձ է։ Ըստ էության նույնիսկ այն հաղորդագրությունները, որ տալիս են, ասենք, Սամվել Կարապետյանի մասնակցությամբ նշվում է վարչապետ Սամվել Կարապետյանի կամ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի մասնակցությամբ տեղի կունենա fake լինելը, ինչպես 300,000 էս ադրբեջանցիների թեման, նույնպես նաև Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու թեման, օրենսդրությամբ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու լինել եւ նա վարչապետի թեկնածու չէ, չի կարող վարչապետ դառնալ, դուք իհարկե ասեցիք, որ իրանք ինչ որ անհոդաբաշխ տեսակ ինչ որ ասելիք ունեն, թե հետո ինչ կանեն, ոնց կանեն եւ այլն, ես կարծում եմ ձեր ուրեմն սրահում ասել եմ մեկ անգամ, սա կարծում եմ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ ձեռառնոցի է եւ ասեմ ավելին, ես մինչեւ չհասկացա Սամվել Կարապետյանի վերջո երկու այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվեց, թե չհրաժարվեց։ Կարծեք թե հայտարարել էր այդ գործընթացը սկսելու կեսելի fake կարծես տրամաբանությամբ այդպես հայտարարություն հնչեց, բայց դա շատ կոնկրետ իրավական գործընթաց է, հա, հրաժարվելը։ Դա զուտ հայտարարություն չէ։ Այդ հայտարարությունը եղավ, հետո չտեսանք որևէ գործընթաց հետևեց դրան, թե ոչ։ Ես պնդում եմ, որ սկսած Սամվել Կարապետյանի վարչապետ լինելու թեմայից ավարտած շատ պնդումներ, որ այսօր պարոն Կարապետյանը արել է, fake են եւ իրանց քաղաքական խոսույթն է fake։ Այս տեսեք, մենք տեսնում ենք նաեւ Նարեկ Կարապետյանն է զուգահեռ նրա այսպես հայտարարություններ անում, մասնավորապես ուզում եմ անդրադառնանք աշխարհում ամենաշատ կազինո խաղացողները, որ երկրի քաղաքացիներն են, անցյալ տարի Հայաստանի քաղաքացիները on-line կազինոներում պարտվել են $200 միլիարդ, ուրեմն իսկ որ քաղաքական գործիչն է Սրա Հովանավորը, ով է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգի կազինոյի նստեցնելու անփառունակ գործով, տարօրինակ բախտի բերման բաժնախագահ դարձած եւ այլն։ Նարեկ Կարապետյանին ուղղակի կհորդորեմ վերջի 8 տարվա օրենսդրական փոփոխությունների եւ լուծումներին ուղղակի մի հատ խնդրի մեկին իրեն տեղեկացնի, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ազգային ժողովը ինչպիսի օրենսդրական սահմանափակումներ է իրականացրել, հա, այդ խաղերի ուրեմն դեմ, մենք մեր թիմում է այս թեման ակտիվ քննարկվում է միշտ, նոր բան չեմ ասի, անգամ մեր գործընկերները վիճում եւ բանավիճում են, հա, այս հարցերի շուրջ, այս թեման մեր օրակարգում միշտ եղել է եւ մենք բազմաթիվ օրենսդրական եւ ոչ միայն օրենսդրական լուծումներ ենք տվել եւ Նարեկ Կարապետյանը կարծում եմ եթե իհարկե մարդիկ շիտակության կամ ճշմարտության մասին ուզում են խոսեն կամ մարդկանց ներկայացնեն, ասում եմ ուղղակի թող մեկին խնդրի ներկայացնեն վերջի 8 տարվա ընթացքում ինչպիսի ծավալուն օրենսդրական լուծումներ ենք տվել այդ on-line խաղերի սահմանափակումների ուղղությամբ։
Եվ ասում էր, որ ուժեղ Հայաստանում վերին լարսում հայկական մեքենաներ այլևս չեն կանգնելու։ Պարոն Սիմիդյան, տեսեք, ուրեմն կներեք, այդ բառը շատ եմ օգտագործում, բայց իսկապես fake է ամեն ինչ իրանց մոտ։ Այսինքն, բաներ համացանցում տեսա, որ մարդիկ այտենց գրառումներ էին անում կամ ինչ-որ կոմենտներ էին անում, այսինքն օրինակ լարսում էլ ձյուն չի գալու, հա, այսինքն ինչ նկատի ունի Նարեկ Կարապետյանը։ Թող մի հատ ասի էլի։ Ես իհարկե ենթադրում եմ, գիտեմ ինչ նկատի ունի, բայց դա էլ է աբսուրդ իր ասած, այսինքն ինչ Ռուսաստանի հետ Դե որովհետև տեսնում են, երբ հայ-ռուսական հարաբերությունները սրվում են, ռուսական կողմը միշտ տնտեսական լծակներն է գործի դնում հարվածելու Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես պարոն Սիմիդյան, գիտեք, խնդիրը, որ առաջացել է, վերջին խնդիրը ջերմուկի հետ կապված եւ հաշվի առնելով գագաթնաժողովը, համաժողովը եւ այլն, ենթադրվում է, որ առաջիկայում տնտեսական ես մի զուգահեռ տանեմ, հա։ Հիմա օրինակ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները լավ հարաբերություններ ունեն բարձր մակարդակի եւ այդ հարաբերությունները խորանում են դրիպը կա, հա, որը լրիվ նոր ուրեմն մակարդակ է հայ-ամերիկյան հարաբերություններում, բայց հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը լավագույն հարաբերություններում չեն, մեղմ ասած։ Դա որևէ կերպ անդրադարձ ունենում է հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե հայ-ռուսական հարաբերությունները ինչի են կամ ինչի պիտի վատ լինեն, եթե Հայաստանը օրինակ համագործակցում է իր մյուս գործընկերոջ հետ, որը ոչ այդքան լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Ես ուզում եմ այս զուգահեռով ի վերջո Նարեկ Կարապետյանին եւ Նարեկ Կարապետյանների նմաններին բացատրել, որ Հայաստանի շահը մի քիչ հասկանան որտեղ է։ Եվ այս զուգահեռով գոնե հասկանան ու այս աբսուրդ օրակարգը խոսույթը չզարգացնեն, որտեղ դրանով իսկապես չեն հասկանում ինչպիսի վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետությանը, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները չպետք է կապվի որևէ երրորդ երկրի Հայաստանի ունեցած հարաբերությունների։ Իհարկե, բոլոր հարաբերություններով կան կոնյուկտուրաներ, խնդիրներ, Հայաստանը այնպիսի ուրեմն գործընկեր չի թե Ռուսաստանի համար, թե մի այլ երկրի համար, որ կկարողանա ստորադասել այնպիսի շահեր, որոնք կենսական են, բայց ի վերջո մարդիկ պետք է մանավանդ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ թող է զուգահեռը միշտ հիշեն, որ անկախ նրանից, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունների ինչպիսի վատ վիճակում են գտնվում, դա չի կարող ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա եւ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Պարոն Սիմիդյան, քանի որ վաղվանից պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է, այսօր վարչապետը օրինակ ասում էր, որ ձեր քաղաքական թիմի արչեւ խնդիր է դրված եռագլուխ, ինչպես ինքն է ասում ուժերի, չթվարկենք, ինքն է թվարկել է, այնպես անել, որ նրանցից որևէ մեկը խորհրդարանում չհայտնվի, այսինքն նվազագույնն էլ չհաղթահարի։ Գիտեք արդեն ինչպես է կանելու, ինչ օրինակ ինչ քարոզչամիջոցներ եք գործի դնելու այդ ճանապարհին, վաղվանից սկսում եք եւ արդյոք ուրեմն ունեք արդեն այդ ծրագիրը, թե ինչպես եք կարողանալու հասնել նրան, ինչ ասաց այսօր վարչապետը։ Խոսեմ քաղաքական համատեքստից, ասեմ, որ այն ինչ իրավական դաշտում, օրինակ Սամվել Կարապետյանի ուժի հետ տեղի ունենում, դա արդեն կարծում եմ հանրության կողմից հասկանալի է, հա, թե այդ ուժը ինչպես է ուզում ձայներ կորզել կամ ստանալ, կարծում եմ Սամվել Կարապետյանը այսօրվա այս հարցազրույցը բավականին շատ խոսալու առիթ է տվել եւ չգիտեմ իրանք հասկանում են ասածների աբսուրդները, թե ֆեյքերը Թրեյփի հետ կապված խոսեց, գիտեք, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։ Գիտեմ, այդ հատվածը տեսել եմ։ Բայց այնպես անենք, որ մեր շահն է լինի, թե չէ Թրիփս նրա հիմա այնքան էլ մեր շահերից չի բխում։ Ախր հենց այդ է հարցը, որ այդքան էլ մեր շահերից չի, ինչի այդքան էլ մեր շահերից չի։ Քաղաքական խոսույթը, քաղաքական ասելիքը փաստերի, փաստաթղթերից, որոշակի մեջբերումների, ինչ-որ բաների հիման վրա պետք է լինի, հա, դա
օթի մեջ կրակոցի չի, այսինքն եթե այդքան էլ մեր շահերից չի, ինչու պարոն Սամվել Կարապետյան թող ասի, ես ինքս էլ հասկանամ։ Իմ կարծիքով դա ամբողջապես Հայաստանի շահերից է, այդտեղ լավարկման որևէ բան չկա։ Նաև ասում է Սամվել Կարապետյանը, որ մի քանի երաշխավոր պետք է բերի, բանա, որ խաղաղություն լինի, հետո երբ լրագրողը հարցրեց ոնց պետքա լինի, ասեց դե պետքա խոսանք, չստացվեց, այսինքն մարդը ասում է մի նախադասություն, հաջորդ նախադասությամբ երբ փորձում են ինչ-որ ձև կենտրոնացնել, այսինքն ինչ-որ ձև բացել, դա ինչ է նշանակում, մարդը սկսում է հերքել իր նախորդ ասածը, եւ կարծում եմ, այո, վաղվանից Կարոզ Արշավը սկսում է, եւ մեր ընդդիմադիր գործընկերները իրենց խոսույթներով ամբողջ դաշտը տալիս են մեզ իրենց քաղաքական, այսպես ասած, օրակարգերը հոդս ցնդեցնելու եւ այո, եթե էսա իրանց խոսույթը, էսա իրանց մակարդակը, fake թեմաներ, անհասկանալի մեջբերումներ, թրիպից խոսալ, ասել, որ ոնց որ այդքան էլ չէ, չասել ինչի է այդպես, եւ այս տրամաբանությամբ չեմ կարծում մեր հանրության կողմից ի վերջո մինչև հունիսի 7-ը իրենք լուրջ կընկալվեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախկին падգամավոր Հայաստանի շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։